որևէ ձև սա Ռուսաստանի դեմ ուղղված չի, հակառակը վարդապետ Փաշինյանը վերջերս Մոսկվայում հայտնի իր զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանը ձգտում է կայուն եւ լավ հարաբերություններին Ռուսաստանի հետ, բայց այդ հարաբերությունները չեն կարող լինել մեր ինքնիշխան եւ մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության հակասող։ Ուստի ես կարծում եմ, որ դա ամեն ինչ շատ ճիշտ է եւ ես պետք է արձանագրեմ այստեղ, որ բայց հայ-ռուսական հարաբերությունները ունեն թշնամի։ Եվ այդ թշնամին են հայ ազգի ներկայացուցիչները, ազգանուն կրող ավելի ճիշտ որ ասեմ, որոնք Ռուսաստանի գործակալական ցանցն են ներկայացնում, որոնք իրենք հենց գնում են եւ Ռուսաստանին ասում են, որ Հայաստանը հակառուսական իբրև օրակարգ ունի եւ իրենք են փորձում Ռուսաստանից նաեւ հրհրել, գրգռել Ռուսաստանին, որ ինչ որ քայլեր անի Ռուսաստանը հակահայկական, մենք տեսնում ենք ինչպես են իրանք Վալդբերիսի եւ Օզոնի դեպքում հայտարարություն անում, ես այսօր էլ կարդացի մի քանի իրանց ռոպագանդիստների հայտարարությունը, դե տեսեք հիմա Հայաստանին ինչ է սպասում, այս մարդիկ Հայաստանի մասին խոսելիս այնպես է խոսում, ոնց որ Հայաստանը իրանց թշնամական պետություն լինի, բայց իրանց ազգանունները Յանով կամ մեկ-մեկ Օվով է ավարտվում, ճիշտ է, նախկինում Յան են ունեցել, փոխել են, այսինքն մենք գործ ունենք ակնհայտորեն հայկական պետության թշնամիների հետ եւ հայ-ռուսական հարաբերություններում ես դա Ռուսաստանին էլ եմ ասում բոլոր հարթակներով եւ կասեմ նաեւ եթե Ռուսաստանը ուզում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ, ապա այս գործակալական ցանցի ազդեցությունը պետք է նվազի, պետք է զրոյանա եւ իրանք պետք է հաշվի չառնվեն իրենց կարծիքները, որովհետեւ իրանց պատճառով է որ հարաբերությունները վատթարանում են կամ կարող են վատթարանալ։